երեխաներ մենք ուսումնասիրելու ենք Ալեքսանդր Շիրվանզադեի կյանքն ու ստեղծագործությունը, ամփոփելու ենք Քաոս վեպը եւ պատրաստվելու ենք թեմատիկ գրավոր աշխատանքի։ Գրավոր ձևով նկարել եմ, որպեսզի մեր աշխատանքը ավելի գեղեցիկ լինի եւ Սկսեցինք։ Խմբերից մոտենամ երկուական աշակերտ այստեղ, համեցեք, երկու աշակերտ մոտեցեք ինձ, հիմա ընտրում եք երեխաներ ձեր կենտրոնները, բացահայտողների կենտրոն։ Այո, դուք վերցնում եք ձեր թերթիկը, իսկ քո ընկերը համակարգիչ է եւ մոտենում եք ձեր սեղաններին։ Ասում ես Աննա ջան, գրավոր աշխատանքների կենտրոն, համեցեք, համակարգիչը վերցրեք, հետազոտողների կենտրոն, ստեղծագործողների կենտրոն, լավ, Քոճապների հետևում տառեր կան, ընտրում եք ձեր տառը, բարձրաձայն կարդում եք, մոտենում եք ձեր խմբին, Ք, Ս, Ո, եւ այսինքն դուք ինչ բառ կազմեցիք եք, քաոս բառ, այո, հիմա ուշադրիր, յուրաքանչյուր խումբ մեկ բառով կամ բառակապակցությամբ, կարող եք նաեւ նախադասությամբ ներկայացնում եք վեպի վերնագիրը, քաոս, ասեք ես Խառնաշփոթ, խառնակ իրավիճակ, խառն իրավիճակ։ Քաոսը երևում է Շիրվանզադեի կյանքի ամեն մի տեղում, արձակագրի ամեն մի տեղում քաոս էր, նա ասում էր, որ գոյություն ունի մեծ եւ փոքր քաոսներ, օրինակ մեծ փոքր քաոսը սոցիալական ընդունումները, բարոյական ճնշումները, իսկ փոքր քաոսը աղքատ եւ հարուստ ընտանիքներում կին եւ տղամարդ հարաբերությունները։ Լավ, բավական է, գեցեք, դուք երեխաներ կամնի խրթին ինչ է նշանակում, բարդ, գեցեք, շատ լավ է։ Սա ամենակարևոր ձեր աշխատանքն է, մեր դասի հիմնական աշխատանքը սա է, երեխաներ ուշադիր լսում եք։ Հետազոտողների կենտրոն, ձեր հարցը այսպիսին է, ձեզ նաև բաժանում են ես թերթիկներ, Իսկ դուք երեխաներ համակարգիչով բացում եք, գտնում եք Ալեքսանդր Շիրվանզադե թեման, գրում եք Ալեքսանդր Շիրվանզադե, գալիս է Վիկիպեդիայի բացում։ Եթե չստացվի, ես կարող եմ ձեզ վիճք տալ։ Գրքից եք ունեք, բացեք գրքերից Հետազոտողների կենտրոն Դուք ասում եք, պատասխանում եք ով, երբ, ինչ հարցերին, ով, երբ, ինչ։ Նախ ասեմ երեխաներ, բոլոր կենտրոնները պետք է գրավոր աշխատեք, ես ձեզ հիմա թերթիկներ կբաժանեմ, եւ գրավոր տեղում գրում եք եւ ներկայացնում եք։ Կազմել Շիրվանզադեի կյանքի հիմնական իրադարձությունների ժամանակագրական աղյուսակը ըստ դասագրքի կամ համացանցի։ Բացահայտողների կենտրոն Հարգելիներս, դուք ինչու եւ ինչպես հարցերին եք պատասխանում, ինչու եւ ինչպես։ Արդարացու կամ մերժի հերոսների արարքները, Սմբատի բարոյական վերասերումը, նշում եք ձեր մոտ, հարցը նշում եք, Սմբատի բարոյական վերասերումը եւ Միքայելի բարոյական վերածնումը։ Ինչպես նաեւ մի փոքրիկ ֆունկցիայի գրաֆիկ է եւ դա նայելով դուք կարող եք վերարտադրել ձեր մտքերը։ Հարցադրում այսպիսին է, լավ է, թե վատ։ Դուք ունեք 4 տիպի աշխատանք, թողնում եմ ձեր հայեցողությանը, որը ուզեք այն էլ արեք։ Առաջինը, Մարկոս աղայի արտաքին նկարագրությունը, եթե բացեք H88-ը ձեր նոր դասագրքերի, նկարագրությունը այնտեղ կա, կարող եք նկարագրությունը պատկերել։ Երկրորդ, համոզիչ են արդյոք Սմբատի Միքայելի նկարագրերի փոփոխությունները, 5-6 նախադասությամբ ցույց եք տալիս, եւ երրորդը երևակայական հարցազրույց կամ հեղինակի կամ որևէ հերոսի հետ 3-4 նախադասություն։ Ուրեմն կազմակերպում եք հարցազրույց որևէ հերոսի հետ։ Հասկացա՞ք։ Ինչպես կվարվեի, եթե լինեի մյուս հերոսների դերին։ Անտոնինա Իվանովնա, Իսաակ Մարութխանյան, Շուշանիկ Աշխատ եւ այլն։